Շատ ցավոտ թեմա է իհարկե։ Ես գիտեմ, որ դու Դանին մենակ ես մեծացնում։ Դանին մուկի կատավները տարել է, տեսնեմ։ Բարոյական իրավունք չունեն։ Այդ բարեկին գողության համար Գյումրիում 4-րդ հարկից շպրտել էին ներքև։ Քեզ շպրտել եմ։ Որ իրան շպրտած լիներ ներքև, ես վստահ եմ դու էլ իրեն կշպրտեիր ներքև, չէ։ Չէ, ես իրան կշպանեի։ Կսպանեիր։ Կարճ հեշտ որոշում։ Ես հիմա ունեմ Դանիելին ու ինքը ինձ համար եւ ամուսինա, եւ սկեսուրա, եւ սկեսը եւ այդ բոլոր երեխաներն են։ Ցավ եմ ապրում, որ չստացվեց այն ընտանիքը, ինչի մասին ես եմ երազել ու ինչը ես եմ պատկերացրել։ Ինչի ասացիր, որպես մայր գուցե թերանում եմ։ Շատ բարդ է, հեմ ջան, շատ բարդ է։ Երբեք չեմ ապրի ուղակի նրա համար, որ կողքս լինի տղամարդ ու իմ հոգսը թեթևացնի երբեք։ Գիտես, սերը կարող է լինի, բայց հիվանդ սեր լինի։ Ինչ ես կարծում քո եւ քո նախկին ամուսնու հանդիպումը ինչի համար էր։ Եվ ասում քո հայրն էլ պիտի ընտանիք կազմի, դու այնտեղ էլ պիտի ունենաս քույրիկներ, եղբայրներ։ Ինչ պատահի։ Գրկեց ուղակի։ Սրա մասին էլ չեմ խոսել, էքսկլյուզիվ է, երևի առաջին անգամ եմ խոսում։ 500 քանի դոլար ընդամենը։ Ես որոշեցի, որ ես պետքա բիզնես սկսեմ։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar, Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ամենասկզբից ուզում եմ խնդրել հետևեք եւ բաժանորդագրվեք Հայրենի դիալոգ նախագծի YouTube-ի պաշտոնական ալիքին, սեղ մեկ զանգի կոճակը, թողեք մեկնաբանություններ, ինչպես նաեւ հետևեք Instagram-ի եւ Facebook-ի պաշտոնական էջերին, որովհետեւ այնտեղ լուսանկարները, տեսանյութերը միշտ թարմացվում են։ Ես էլ սիրով պատասխանում եմ բոլոր մեկնաբանություններին եւ նամակներին։ Հայրենի դիալոգ նախագծի կողքին մշտապես հրաշալի գործընկերներ կան եւ ես չեմ կարող այս պահին չհիշել հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group-ին եւ մի հրաշալի նորություն եմ ուզում ասել Վոլխովեց ապրանքանիշի մասին, որը տարվա մեջ ընդամենը 1 անգամ է լինում։ Նորության մասին հենց հիմա տեսանյութում։ Տարվա մեջ միայն 1 անգամ տեղի է ունենում այս իրադարձությունը եւ հիմա այդ ժամանակն է 30% զեղչ Վոլխովեց լյուքս դասի բրենդի ամբողջ տեսականու համար նոյեմբերի 6-ից 25-ը ներառյալ այցելեք Valan Group ընկերության Վոլխովեց խանութ սրահ, որը գտնվում է Դավիթ Անհախտ 23/9 հասցեում։ Իդեպ ձեր տան ինտերիերի հրաշալի պատմությունը սկսվում է հենց դռներից։ Վոլխովեց ընկերություն, որի պատմությունը սկսվել է 30 տարի առաջ։ Ի սկզբանե ընկերության աշխատանքի հիմքում ընկած են եղել բարձր որակը, նորարարությունը եւ ինքնատիպ դիզայնը, ինչը եւ պահպանվել է մինչ այսօր։ Այնպես որ բաց մի թողեք հնարավորությունը ձեռք բերելու Վոլխովեց լյուքս դասի բրենդի ապրանքանիշից դռներ 30% զեղչով ձեր երազանքների տան համար։ Valan Group միշտ մեկ քայլ առաջ։ Հուսամ կշտապեք եւ ինքներդ էլ կօգտվեք այս հրաշալի առաջարկից եւ նորությունից մինչ նոյեմբերի 30-ը։ Այսօրվա հաղորդման մասին կարող եմ ասել, որ լինելու է գեղեցիկ եւ իհարկե արվեստի ու մշակույթի մասին, որովհետեւ հաղորդման հյուրն է լինելու դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը։ Գնամ դուռը բացեմ։ Որովհետեւ Վանաձոր էիր, չէ՞ գնացել։ Չէ։ Արի։ Որտե պրոբկան է։ Եկեք։ Ինովա եկեք։ Լավնեցի։ Լավ է սարել, որ եկել ես կամերա համոզմանել եմ սարքել։ Կտեցնեն։ Ամենք հաց չենք կերել, որ Ճիշտ եք արել։ Ես էլ գինի ենք բերել։ Ասում են շատ գինի է։ Նոր գինի է, գիտես։ Հետաքրքիր է, չեմ փորձել, ես սիրում եմ նոր բաներ փորձել։ Մեծ գինի, քեզ սոկիկ։ Ես թորի ենք անում, վարորդը սկսեց խոսալ, Դանիելը սկսեց խոսալ։ Բայց հավես է, կարող այդ ավելի հետաքրքիր լինի։ Դանին մուկի կատավները տարել է, տեսնեմ։ Բերելու է, չէ։ Բայց ոնց որ շատ հեռու տեղից է բերում։ Դանի իսկ որ մուկի կատավները տանում էր, ինչ նվերներ էր ուզում։ Դες նվերներ թե գումար էր ուզում։ Դե մաման ասում է լավ փող ես աշխատել։ Հա բա։ Իսկ ինչ արժեր, մի ատամը ինչ արժեր։ 2000։
Հրաշալի թիվ։ Բարի գալուստ իմ տուն ակջան։ Վերջապես մեր հանդիպումը կայացավ։ Վերջապես, այո։ Ես շատ ուրախ եմ մեր հանդիպման համար, որովհետև ես չեմ թաքցնում, որ ես քո հանդեպ ունեմ շատ հատուկ վերաբերմունք, շատ ջերմ վերաբերմունք։ Դանի հետ էլ այսօր ծանոթացանք, ողջույն, պրիվետ։ Օպա։ Դան, նայ, ես ու մաման մեր հանդիպումը սկսելու ենք խաղուն գինով։ Վարդագույն գինի ենք խմելու իրար հետ, ես ասես բաներ ա լինելու։ Բայց ոչինչ, որ դու հյութով սկսես։ Այ քո հյութը նախապատրաստել եմ, իսկ իմ ու մամայի խաղուն գինի։ Հետո բակերացը։ Ես կբացեմ։ Խնդրեմ։ Նայ դուրս ա գալիս։ Դանի բռնի։ 1 2 մի հատ էլ ենք անում ու դուրս ա գալիս 1 2 Ուրա ահա էս իմ ու մամայի գինին դե մամային հյուրասիրի մամայի բաժակը փոխանցի իրան դան Նա Спасибо իմն էլ շնորհակալություն դե բարի գալուս շատ ուրախ եմ ձեզ ընկանը տեսնելու համար Ես էլ շատ ուրախ եմ հեմ ջան Չեմ ուզում քեզ ասեմ Հերմինե, հա։ Հիմա մտերմիկ ու շատ սիրուն օրեր ունենք իրար հետ անցկացրած։ Գնում եմ հետ, սենց շատ իսկապես պայծառ սիրուն օրեր ունենք։ Լավ էր որ հանդիպեցինք։ Շատ, ես վստահ եմ մեր հանդիպումը լինելու է շատ հիշարժան, համեղ, տաք, ջեր, նենց ոնց որ եւ ձեր ընտանիքն է եւ իմ տանը սովորաբար լինում են այդ հանդիպումները։ այս աչքերն է։ Որտեղից եք գալիս։ Ինձ հետաքրքիր է ձեր այսօրվա օրը ինչից է բաղկացած եղել։ Հələ ասա, դու որտեղից ես գալիս։ Դպրոց եմ գնացել, հետո գնացել եմ տուն, հետո եկել եմ։ Դան, իսկ դպրոցից բացի հասցնում ես ինչ որ ուրիշ բաներով էլ զբաղվել։ Մենք դպրոց Շնորհակալ ապրես դա։ Մենք հիմա կմաքրենք։ Ես էլի օդիպում Հա, էլի։ Բայց երեխեն հոմտացած։ Մի հատ Վայ, մի հատ էլ են կողմ գնա։ Մի խառնվի իմ ու Դանի գործերին։ Մամ, Դու այսօր վայելում ես։ Այսօր ես ու Դանին բզբզում ենք։ Դան, բայց մի հատ էլ եմ մաքրելու, գիտես չէ։ ստոպ են արեկում։ Կադրը, բայց խիստ ստոպ անեն։ Հետո գնում էի Դանելյան արտ ստուդիո։ Այո, եւ մեծ հաճույքով էր գնում, այս գովաշ չդիտարկվի էլի, ուղղակի լավ բաները պետք է խորհուրդ եմ տալիս, ով ուզում է իր երեխան նկարել սովորի, այն էլ պրոֆեսիոնալ ու լավ թիմում աշխատի, անպայման այնտեղ գնա։ Ցավոք սրտի, երբ որ փոխեցինք Դանիելի դպրոցը, արդեն ժամերը չհամընկավ, իմ զբաղվածության արդյունքում էլ այլևս հնարավոր չեղավ շարունակել, բայց հիմա ճիշտ է ասում, խոստացել եմ, երբ որ պրավայի հարցը լուծեմ, պրավա չունեմ, վարորդական իրավունք չունեմ։ Բայց վարել կարողանում ես։ Ես քանի տարվա 2008 թվականից վարորդեմ, ինձ զրկել են, ինչ որ հիմար միջադեպ եղավ, շատ ունիկալ էր, չեմ ուզում ասել, թե տակը իրականում ինչ պոդտեքստ կար, բայց ինձ զրկող այդ process-ին ով մասնակցել է, այդ բարեկին գողության համար Գյումրիում 4-րդ հարկից շպրտել էին ներքև։ Մենք տեսեք ուր ենք հասել, որ գող բարեկը հանդիսանում է այնպիսի մարդ, որ կարող է իր պատճառով ես զրկվեմ իմ վարորդական իրավունքից։ Այսքանը։ Չէ, լավ, անցել է, բան չի։ Քեզ շփոթել եմ։ Չէ, նայ, որ իրան շպրտած լիներ ներքև, ես վստահ եմ դու էլ իրեն կշպրտեիր ներքև, չէ։ Չէ, ես իրան կշպանեի։ Կսպանեիր։ Կարճ հեշտ որոշում։ Դան, բայց մամային պաշտպանելը տենց կարևոր է քեզ համար, ուզում ես մամ, ինչի։ Իրան չափչոբը։ Իրանից ես ծնվել, ող։ Դանի, դու արդեն դարձար իմ ամենասիրելի Դանին։ Դան, լսի, իսկ մամայի նկարահանումներին եղել է, որ գնաս։ Ինչն է հետաքրքիր է այդ նկարահանումները։ Չէ։ Դե որ դու նկարահանվում ես, ինքը սպասում է։ Ինքը ունի պրակտիկա նկարահանվելու։ Մի հատ պատմիր տեսնեմ, որտեղ ես նկարահանվել դու։ Լավ, այսպես արագ պատմեմ, մենք գնացինք կաստինգի, ինչ-որ մի պրոյեկտի, Դանիելը բազմաթիվ երեխաների մեջ ընտրվեց ու ես տենց զանգեցի, ասեցի, կարող է իմ ֆակտորն է, բան, ասին, չէ, ինչ ես ասում, քո երեխան իրոք շնորհք ունի բան, իսկապես ընտրվել է, այնպես չի մենք ենք ընտրել են իրեն։
Դե բնականաբար շատ ուրախացա, գնացինք, նկարահանում էր, ինչ-որ նոր տարվա նկարահանում էր, գալիս էր իբր մեր տուն, մեր հարևանի երեխան էր, ես եւ իշխանը նույն նախագծում ենք զբաղված ու իրեն կոնֆետ են հյուրասիրում, ինքը չի ուտում այդ կոնֆետը, բան մի խոսքով, տեսարանը սկսում են, ամեն ինչ գնում է, բան, կոնֆետը տալիս են, դնում է ափսեի մեջ, տեսարանը վերջանում է, դե հիմա դասյոմկաներ է գնում։ Մեկ էլ ասեցին ռեգ, գնաց, բան, եկա, մեկ էլ տեղից կանգնեց, ասեց՝ «Մի րոպե, ստոպ»։ Ու սենց բոլորին ասին ի՞նչ ա եղել, ի՞նչ ա պատահել Դանիել, ասեց՝ «Էն տեսարանում, որ ես եկա, այս կոնֆետը դրած չէր, իսկ հիմա ափսեիս մեջ է»։ Բրավո։ Դու հասկանում ես, ինքը Այ քեզ ուշադրություն եւ այ քեզ պրոֆեսիոնալիզմ։ Դու Երևանը սիրում ես։ Հա։ Ինչի համար ես սիրում։ Ես ստեյց եմ ծնվել։ Ստեղս ես ծնվել։ Լսի, գիտես, ես քեզ համար մի հատ փոքր նվեր ունեմ։ Վայ։ Ուրեմն ես ունեմ գործընկեր Վալան գրուպը, ով սկսել է մի հատ շատ հետաքրքիր արշավ։ Ու այդ արշավը կոչվում է Երևանը տուն ու շենք։ Երևանը մենք ենք։ Ու ես հիմա այդ կապակցությամբ ձեզ նվերիկներ եմ տալու Վալան գրուպ ընկերության հետ միասին։ Նայ, քանի որ դու նկարել շատ ես սիրում, Դան, դու կունենաս մի հատ այսպես փոքրիկ հուշանվեր։ Շատ սիրունար։ Մոլբերտը, վրան գրված Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Հետո այս նույն կարգախոսով դուք կունենաք շոկոլադների հավաքածու։ Եվ դուք ունեք շատ լավ նվեր Վալան գրուպ ընկերության կահույքի արտադրամասից օգտվելու դեպքում կունենեք 15% զեղչ։ Նոր կահույք, նոր բնակարան եւ իհարկե Ահա, եւ նոր տուն առնելու ինքը Ագնեսա, ես արդեն պատկերացնում եմ ինքը ինչ տղա է դառնալու, հա ես վստահ եմ Դանի Այսօրվա ճաշացանկիս կոնցեպտը գույների մասին է։ Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք եւ կտեսնեք, որ 3 ուտեստների մեջ էլ շատ վառ գույներ կան։ Առաջին արտահայտված կանաչ կլինի, երկրորդը գազարագույն, իսկ երրորդը բալագույն։ Առաջինը պատրաստելու եմ սպանախով թարմ նախուտեստ։ Սպանախը թեթև խաշում ենք։ Թավայի մեջ, եթե նկատեցիք, կես սուրճի բաժակ ջուր էի ավելացրել։ Այս ընթացքում նախապատրաստում եմ մածունը։ Մածունի վրա քերում եմ սխտոր։ Ավելացնում եմ ծեծած ընկույզ։ Մի փոքր աղ։ Առանձին թավայի մեջ ավելացնում եմ բուսայուղ, տաքացնում եմ եւ տապակում եմ չամիչը։ Սկսում ենք հավաքել նախուտեստը, ափսեի մեջ դնում եմ մածունը։ Մածունի վրա դնում ենք սպանախը։ Սպանախի վրա ավելացնում եմ մի փոքր այս տաքացած բուսայուղից եւ չամիչը։ Կարող եք մատուցել չորահացով։ Ամենապարզ մթերքներն են սպանախ, մածուն, սխտորով եւ ընկույզով եւ յուղի մեջ տապակած չամիչ, որը ասենց հետաքրքիր գույն կտա։ Ես առաջարկում եմ շարունակենք մեր տակառ ռոզեյով, որտեղ հրաշալի կհամադրվի։ Չորահացը օգտագործենք, բայց մինչ այդ այս գեղեցկությունը պետքա փչացնենք։ Մի հատ տեսնեմ դու ոնց ես փչացնում, ես եմ։ Այսպես իրեն կխառնեմ։ Լսի, գիտես ա որ նա այն որ լորիում, տավուշում, որ կանաչին տապակում ենք եւ մածունով, կարելի է նույն սկզբունքով պատրաստված մի բան է, որը պիտի որ համեղ լինի, չգիտեմ։ Առաջին անգամ ես փորձում։ Այո։ Իսկ շտապօգնության հետ կապված կարող է զանգենք, որպեսզի չուշանան, որովհետեւ քաղաքում խցանումներ է։ Դու հանգիստ եղիր, որտեղ այստեղի բոլոր մթերքները քեզ մանկությունից ծանոթ են Ագնեսա։ Չէ, այստեղ ինձ համար անծանոթ էր չամիչը, հա։ Բայց այդքան էլ անծանոթ չի ինձ թվում։ Չէ, այդ առումով չի անծանոթ է համադրությունը, հա։ Ինձ մի անգամ պատմեմ, հա, սա երևի շատ գեղեցիկ է։ Ուրեմն ձեռքս չի գնում ուտեմ, բայց ուտելու եմ։ Ուզած թե չուզած։ Ինձ Միացյալ Նահանգներում մի անգամ հրավիրում են շատ բարձրակարգ ռեստորան։ Այո։
Ու բերում են ծովամթերք, ես դե մեր տան ընդհանրապես ծովամթերք չեր օգտագործում, դե մամաս ձուկ չի սիրում, չի ուտում, եւ մենք զերծ ենք մնացել դրանից, ինձ հրավիրում են այդ շատ գեղեցիկ եւ ներողություն ես բառերը չեմ սիրում, այդ թանկ ռեստորանա համարվում ու այդ ուտեստները որ գալիս է բոլորը նայում են, այս ովքեր են որ 8 հատ դրանից են պատվի 8 հատ բերում են դնում են դե դրված է շատ բաներ դանա մի խոսքով սպասքը լցրած է ու այս մարդիկ շատ պրոֆեսիոնալ վերցնում են այս քթալ դանակով են անում հետո այս պատառաքաղով այնտեղ պատառաքաղները 5 մատով բան Ես այսպես նայում եմ ու հարցեր եմ տալիս, որ իրենք այդ հարցերին պատասխանեն, ես աչքի տակով նայեմ, տեսնեմ ոնց են ուտում։ Մի խոսքով այդ սուպի մեջ ինքը բաներ, ապուր էր, չափազանց թափանցիկ, ես վերցրեցի այդ իրանց գործիքը ու փորձում եմ այդ տակի չգիտեմ ինչը բռնել, չկարողացա այդպես էլ, որովհետև հենց կպնում էի, փախնում էր, ինչպես եմ Մի խոսքով եմ, որ ուզում էի գրպանիցս ու դճկա հանեմ բռնեմ նոր ուտեմ, որովհետև շատ երկար պրոցես, հետո ասի կներեք էլի, ես սա չեմ կարողանում ու ոնց որ չեմ էլ ուզում, կլինի ինձ ուրիշ բան, մի խոսքով այնպես է, հիմա ուզում եմ նայեմ դու ոնց ես ուտում։ Նայ, ամենապարզ տարբերակը վայելում ես նենց ոնց ուզում ես, ինչպես որ դուրդ գալիս է, որովհետև ինձ համար կարևոր է, որ մարդիկ սեղանի շուրջ իրենց ազատ ու հանգիստ են զգում, մանավանդ որ տենց ու դճկայի կարիք չկա այս պարագայում, էլի։ Ով կպատկերացներ, որ կարող է չամիչը սենց համ տա։ Բա, իսկ դու ասում էր, բա որ մի կումել խաղում գինի վայելենք հետը։ Մեզ լավ ընթացք։ Այո։ Ագնեսա ճիշտն ասած, մի փոքր այսպես խորամանկություն արեցի, որ Դանիին խնդրեցի հանգստանալ, որովհետև կուզենամ մի քիչ կանացի բաներից խոսանք, որը գուցե եւ իր համար այս պահին այդքան էլ հետաքրքիր չլինի մեկ եւ երկրորդը խոցելի լինի, որովհետեւ ինձ համար ես գիտեմ, որ դու Դանիին մենակ ես մեծացնում եւ պատկերացնում եմ, որ դա բավականին բարդ պիտի լինի։ Այ հետաքրքիր է մենակ կնոջ եւ որդու փոխհարաբերությունները, երբ գիտես, որ դու ես պատասխանատուն Դու ես այն մարդը, ով պիտի նրան ոչ միայն լավ մարդ մեծացնես, այլ նաև որպես տղամարդ պիտի մեծացնես։ Իրականում դա շատ բարդ գործ է։ Եվ ես փորձում եմ իր հետ շատ ծեծված արտահայտություն եմ անում, բայց ես իր հետ ընկեր եմ առաջին հերթին։ Ու երևի մի աբսուրդնի բան էլ ասեմ, կներես եթե սենց ռուսերեն ինչ որ բառեր է գալիս, համարժեքը հենց չեմ գտնում, արագ փոխում եմ ռուսերենի։ Ես իր հետ ավելի մտերմացա ու կապվեցի այս վերջին ժամանակահատվածում, երբ որ ինքը արդեն մեծացավ, դե պարզա սիրել եմ միշտ, այնպես չի բան, որ այդ սերը ոչ մի բանով չի չափվում, հա, բայց ավելի այսպես ինձ համար ոնց բացատրեմ Թերևս որ սկսեց արդեն գիտակցել, արդեն հասկանալ, հետո այն որ իրար հետ մի քիչ ավելի շատ ժամանակ անցկացրեցինք, մեր մտերմությունը շատ ավելի շատացավ ու գաղտնիք չի դրա մասին շատ եմ խոսում, որ մայրս է Դանիելով զբաղվում, ինչի համար շատ շնորհակալ եմ, երբ ծնվեց մորաքույրս եւ մայրս ինձ շատ օգնեցին Դանիելին մեծացնելու հարցում, որովհետև ես այդ ժամանակ Վանաձորի թատրոնի տնօրենն էի, անընդհատ ճանապարհների վրա, անընդհատ, չգիտեմ, զուգահեռ նկարվում էի, մի խոսքով խայտարակ ծանրաբեռնված գրաֆիկ էր։ Ես առաջին հերթին փորձում եմ այո իր համար ընկեր լինել, որովհետև դա երևի ամենակարևոր բանն է երեխայի դաստիարակության հարցում։ Կարող է որպես մամա թերանում եմ բայց որպես ընկեր փորձում եմ իրեն տալ այն ամեն ինչի կարիքը ունի եւ ինչը որ գտնում եմ որ իրեն շատ պետք է դա կլինի ուսումը դա կլինի իրար հետ համատեղ ֆիլմեր գնալ մենք շատ ենք Դանիելի հետ գնում ֆիլմերի ցուցադրության կամ ուղակի գիշերը տոմս եմ վերցնում երկուսով գնում ենք ֆիլմ մուլտ ենք նայում երկուսով բայց այդ գերհոգնած ժամանակահատվածում
Շատ լինում է, որ գնում ենք մեծ կնգանման նստում եմ, այդ պլետը գցում եմ վրաս, քնում եմ։ Ինչի ասացիր, որպես մայր գուցե թերանում եմ։ Ասեմ, դա հեշտ չեմ ասում, դրա մասին հեշտ չեմ խոսում, որովհետև քաջ գիտակցում եմ, որ այդպես է, ժամանակս չեմ կարողանում այնպես տնօրինեմ, որ շատ ժամանակը Դանիելին տրամադրեմ։ Երբ որ տանն էլ լինում եմ այնտեղ գերհոգնած վիճակում եմ, հատկապես այս վերջին ժամանակահատվածում, քանի տարի է ես բառացիորեն կարող անստեմ, տենց գնանք հյուր, ես տենց մեկնվեմ ու ասին 5 րոպե գոնե աչք կպցնեմ, որտեղ շատ հոգնած եմ։ Այո, բաց եմ թողնում այդ պահերը, գիտակցում եմ, որ բաց եմ թողնում։ Կարող է դա մեր գլխի մեջ է այդ խնդիրը։ Չէ, դե հիմա նայ, երեխան գալիս է դաս պիտի, չէ, ենթադրենք հա այնտեղ մնում է երկարորայի, բայց գոնե դասերի վրայով անցնել է։ Ոչ թե մեծացել եմ, նյարդերս չի հերիքում, այլ այնքան հոգնած եմ, որ ուզում եմ այդ քանի րոպեն, որ տանն եմ հանգստանամ, որովհետև պիտի նորից գնամ վազել։ Շատ դժվար է մենակ լինելը։ Դրանք այն կետերն են, որ կուզենայիր, որ մենակ չլինեիր։ Միանշանակ։ Այո։ Շատ կուզենայի նախ միշտ ինձ համար եղել է մեծ ընտանիքը իդեալ, հա, երբ որ պատկերացրել եմ ընտանիք, միշտ այդպես է եղել, որ սկեսուրը, սկեսրայրը, մեծ ընտանիք, շատ երեխաներ, բան եւ այլն, բայց երևի դա ինձ համար նախատեսված չէր։ Ես հիմա ունեմ Դանիելին ու ինքը ինձ համար եւ ամուսինա, եւ սկեսուրա, եւ սկեսը եւ այդ բոլոր երեխաներն են։ Ցավ եմ ապրում, որ չստացվեց այն ընտանիքը, ինչի մասին ես եմ երազել ու ինչը ես եմ պատկերացրել, բայց քաջ գիտակցում եմ մի պարզ ճշմարտություն, որ ուրեմն այսպես էր պետք։ Դրանից ցավ չեմ ապրում, տրագեդիա չեմ ապրում։ Երբեմն շատ հաճախ լինում է, երբեմն չէ, որ հուզական եմ դարձել շատ, դա նորմալ է կարծում եմ, որովհետև տղամարդու պես աշխատում եմ։ Մեկ էլ ինչ-որ մի փոքր բանից կարող է շատ sense վիրավորվեմ, չգիտեմ ինչ եւ այլն աչքերս չռում եմ, բան, հետո հաջորդ բանին ասում եմ մի հատ քեզ հավաքի, ոնց որ ինչ է այդ։ Դու այդ աղջիկը չես։ Հա, շատ բարդ է, հեմ ջան, շատ բարդ է եւ բայց սա էլ ասեմ, երբեք չեմ ապրի ուղակի նրա համար, որ կողքս լինի տղամարդ ու իմ հոգսը թեթևացնի երբեք, եթե չլինի զգացմունք, չլինի այդ փոխադարձ նվիրվածությունը, չլինի այդ կոմֆորտ զոնան, դե սերը, հա։ Գիտես, սերը կարող է լինի, բայց հիվանդ սեր լինի։ Չէ, սերը պիտի բուժիչ լինի, առողջացնող եւ ապրեցնող։ Երբեմն տոքսիկ սերեր է լինում ու ավելի լավ է այդ սերը չլինի։ Լավ է անմիջապես հրաժարվել։ Դե այս բաժակով արի։ Առողջ սիրո կենացը։ Առողջ սիրո կենացը, սիրուն զգացմունք է իհարկե։ Սովորաբար չէ, կա այդպիսի կարծիք, որ ոչ մի մարդ հենց այնպես չի հանդիպում մյուսին։ Ինչ ես կարծում քո եւ քո նախկին ամուսնու հանդիպումը ինչի համար էր։ Երևի նրա համար էր, որ Դանիելը լույս աշխարհ գար, այդպես եմ կարծում, որովհետև ճիշտ է մեր հարաբերությունները հիմա որպես այդպեսին լավ են, մենք շփվում ենք իրար հետ, բայց այսքան տարի անց, 7 տարի անց, 8 օտար մարդիկ ենք իրար։ Ես կարծում եմ, որ մեր հանդիպումը հենց դրա համար էր, որ Դանիելը գար լույս աշխարհ։ Քավլիցի որևէ վատ բան չեմ ուզում ասել, բայց ամեն դեպքում իրար համար նախատեսված չէինք։ Այդ ժամանակահատվածը, որ ապրեցինք իրար հետ, մեզ տվեց մի հրաշալի անձնավորության, մի փոքրիկ, բայց շատ խելացի մարդուկի, որը իմ կյանքի իմաստն է։ Կուզենաս էլի երեխաներ ունենա, հա։ Իսկ Դանին ուզում է քույր երեխա։ Հա, շատ է ուզում, ես իրան միշտ ասում եմ Դանիել, դե դրա համար մաման պետք է ամուսնանա, բան, իրան հոգեբանորեն նախապատրաստում եմ դրան, եւ ասում քո հայրն էլ պիտի ընտանիք կազմի, դու այնտեղ էլ պիտի ունենաս քույրիկներ, եղբայրներ, բայց իմացիր, որ դու լինելու ես մեզ համար ուրիշ, որովհետեւ դու մեր առաջին բալիկն ես։ Սկզբից դժվար էր ընկալում այդ ամեն ինչ։ Ես խեմ սենց ցածր խոսում։
Որտեւ շատ լավ միկրոֆոն կա քո վրա, դու հանգիստ Հա, բայց sense ինչ որ այսպեսի ձայնով եմ խոսում, թատերային ձայնով։ Փոխիր ձայնդ կոնն է։ Բան դից պատկերացնում եմ մասրատակից շատ այնց ռոմանտիկ երաժշտություն ագնում անձրևա։ Ինչի՞ եմ sense խոսում, հա։ Ինքը համակերպվել է արդեն այդ մտքի հետ, երկար ժամանակահատված պահանջվեց իհարկե դրան գալու, բայց մենք եկանք դրան։ Ու մի օր sense որ նայեց ասեց դե ամուսնացի էլի որ եղբայր քույր ունենա։ Չգիտեմ ինչպես կստացվի, ես կուզենամ անպայման աղջիկ ունենամ, բայց չեմ ուզենա նորից էսպես լինի, կուզենամ լիարժեք ընտանիք լինի։ Նա լսում է ամեն ինչ ինձ դեմա, թե չէ, մուլտով է։ Ինձ մուլտով է տալիս։ Չգիտեմ ինչպես կստացվի, ոնց կստացվի։ Ես վերջերս նկատում եմ, որ այս թվի երեխաները մի տեսակ ավելի հեշտ են տանում ծնողների բաժանությունը եւ շատ հանգիստ են ընդունում, քան օրինակ մեր ժամանակ էր, որտեղ մեր ժամանակ էր, որ օրինակ լինում էր ինչ-որ խոսակցություն կամ այդպես վտանգ էր զգում, որ մայրիկն ու հայրիկը կարող է իրար հետ չլինեին։ Ես հիշում եմ ինչ պանիկա էր առաջանում եւ հասարակության մեջ էլ, չէ, ինչքան առանձնանում էին երեխաները ու ծնողները բաժանված էին։ Որն է պատճառը, որ մեր երեխաները ավելի հանգիստ են տանում դա։ Դե գիտես ժամանակները շատ են փոխվել, այն որ կորդինալ փոփոխություն է տեղի ունեցել ամեն ինչի մեջ ու թերևս ես հիմա խուսափողական հարց չեմ տալիս, բայց հարցի ուրիշ կերպ պատասխանեմ, երբ որ Դանիելը ծնվեց, դե ես այդ ամբողջ ժամանակահատվածը հղիության, որ ասում են պետք է հանգիստ անցկացնես, ես մինչև ապրիլի 8-ը աշխատել եմ, ապրիլի 9-ին գնացել եմ Դանիելին հիվանդանոցից տուն։ Ուրեմն երբ որ գիշերով հատկապես Վանաձորից պետքա հետ գայի, նստում էի մեքենա, դե ուշ քունը տանում է, հոգնած ես եւ այլն, ձեռքս դնում էի փորից, շոյում էի փորս ու խոսում էի այդպես։ Ու անկախ ինձնից ինչ որ ձայն էի արտաբերում, չգիտեմ, ինչ որ մի հատ նոտա կար այդ ձայնից մեջ։ Երբ որ ծնվեց, մի օր լացա լինում, ոչ մի կերպ չեմ կարողանում հանգստացնեմ, ես էլ հո գժված չեմ, այ տղա ջան, ինչ է, դե չեմ հասկանում ինչ է կատարվում։ Դե լավ էլի, դե եւ այլն, հետո այսպես մոտեցա այդ այսքան փոքր sense դրված էր իմ անկողն վրա, մոտեցա sense ձեռքս դրեցի գլխին ու ականջի տակ այդ նույն ինտոնացիայով ասի Դանիել, մամա ջան, աչքերս sense ճռեց, երևի 3 կամ 4 օրեկան երեխա պիտի լիներ։ Աչքերս sense արեց, նայեց դեպի իմ կողմ ու լռեց։ Եվ բժշկուհին եկավ այդ օրը իրեն նայելու թաղամասային բժշկուհին, հա, որպեսզի գրանցի եւ այլն դրեց փորի վրա որ ստուգումներ անի, Դանիելը 4 օրեկան պիտի լիներ, որտեվ այդ օրն են բժշկուհիները գալիս, ինքը սկսեց այսպես առաջ գնալ։ Սենց նայում ենք չենք հավատում, որտեվ 4 օրեկան երեխան հնարավոր չի այդպիսի բան անի։ Սենց հետ բերեց դրեց ու ինքը նորից այդ նույն շարժումներով մի քիչ առաջ գնաց, ասեց, «Վա, ես ինչա, ես այսպիսի բան մեծ կին է, ասաց, այսպիսի բան չեմ տեսել, այս ինչ հիպերակտիվ երեխա է»։ Իրանց հետ է դա ծնվում։ Իրանք այդ ինֆորմացիան ըստիս։ Ուրիշ միայն հղիության ժամանակ չէ, չգիտեմ դա ինչ կոդով է, այդ ինչ է, դա ինձ հասու չի, ամեն դեպքում ես դա գիտակցում եմ, որտեվ հեռախոսը դրված, smart հեռախոսը ինքը էլի այդ մի քանի օրեկան երեխա, երբ որ օրեկան չէ, խաբեցի արդեն ամսեկան էր, երբ որ նստացնում էինք, մի անգամ ես տեսա, թե ինքը ոնց է սենց անում հեռախոսին։ Այսինքն ինքը ուզում էր թերթի, թե ինչ, ես չգիտեմ գուցե ինչ որ միֆիչեսկի բան հնչի, բայց ես կարծում եմ, որ այսօրվա երեխեքը ինֆորմացիան պատրաստ են գալիս։ Ինչի բաներ է ինձ ասում։ Ասենք ասում, а ты знаешь, что инопланетяне живут не на небе, а под морем։ Под морем։ Ասում եմ, որտեղից քեզ այդ այնքան sense ինֆորմացիա է տալիս ժամանակ առ ժամանակ ու այն որ sense նայում ես ասում ես լուրջ ու հետո ես սիրում եմ նման հաղորդումներ բան ինչ որ գիշերները լսել եւ այն խորանալ չգիտեմ տիեզերքում կամ որ երկրի մասին են խոսում կլորաթե ուղիղա եւ այլն
Մույքն այս բաները ասում, ինձ թվում է թաքուն է հաղորդում։ Դե իրանք լույս աշխարհը եկել, որ մենք ժամանակից հետ չմնանք, Այո։ Ես ուզում եմ, որ դու շատ էներգիա ունենաս, միշտ ես քո հմայքը անպակաս լինի, աշխատասիրությունդ նույնպես, որտեղ այո, դու մի հատ մեծ գործ ունես անելու, Դանի նման հրաշք երեխային մեծ տղա դարձնելու։ Հրաշալի գործ է։ Առաջարկում եմ փոխենք ուտեստը, գինի, Դանին էլ հրավիրենք սեղանի շուրջ, որ երեխան էլ հաց ուտի դպրոցից հետո։ Չազնիվ չի իրա հանել։ Արչևում ամանորյա տոներն են եւ ես պատկերացնում եմ թե ինչքան անհանգստություն կա արդեն այն կապակցությամբ թե ինչ պիտի անել, ինչ պիտի պատրաստել եւ ինչպես պետք է գնումներ կատարել։ Սա էլ իհարկե շատ կարեւոր հարց է։ Մի անհանգստացեք, ես հրաշալի առաջարկ ունեմ իմ սիրելի գործընկեր Իտալ Սոլարի հետ միասին։ Մինչ դեկտեմբերի 30-ը գնեք 10 կիլովատ եւ ավել հզորությամբ արևային կայաններ եւ նվեր ստացեք Երևան City խանութների ցանցի քարտեր 200,000 դրամ արժողությամբ։ Արդյունքում ստացվում է, որ չեք վճարում էլեկտրաէներգիայի համար եւ չեք վճարում տոնական սեղանի գնումների համար, այնպես որ շտապեք։ Կարող եք զանգահարել 8128 կարճ հեռախոսահամարին, ստանալ խորհրդատվություն եւ ստանալ անվճար նախագիծ։ Շտապեք։ Հասանք մեր ճաշացանկի գազարագույնին, պատրաստելու եմ գազարով խյուս։ Գազարը մաքրեցի, կտրատեցի եւ հիմա պետք է խաշենք։ Ահա այսպիսի կտորների եմ վերածել։ Գազարը արդեն խաշվել է, հիմա առանձին տարայի մեջ կարագի վրա 1 գթալ ալյուր եմ լցնում եւ խառնում, հետո կավելացնեմ գազարին։ Հիմա պետք է արդեն խյուսի վերածենք մեր գազարը, ավելացնում ենք կարագը եւ ալյուրը եւ ավելացնում ենք մի քիչ կաթ։ Սկսում ենք մատուցել։ Ես գազարով խյուսի հետ կմատուցեմ կոտլետ, ինքս եմ պատրաստել։ Հրաշալի ռեստորանում ենք փաստորեն։ Այո։ Դա նայ, ես մտածեցի, որ չնայած շատ օգտակար կլիներ, որ դու այդ գազարից ուտեիր, բայց աշխարհի ոչ մի երեխա չի սիրում գազարով խյուս, դրա համար կխնդրեմ վայելեք ձեր բուրգերը տնական կոտլետով եւ բանջարեղենով։ Բան չես ասում։ Թող մի հատ ուտի վայելի երեխա։ Դե անուշ, կուզես հյութդ բերեմ։ Չես ասում։ Ես առաջարկում եմ մենք մեր տնական կոտլետը եւ գազարի խյուսը վայելենք տակար օրգանական գինով, սա առաջին հայկական սերտիֆիկացված օրգանիկ գինին է, Armenia Wine ընկերության նոր էդիշնը, թողարկումը, ամբողջ ուրեմն պատրաստման ընթացքում թե հողը, թե պտուղը որևէ քիմիկատ, եթունաքիմիկատ չի ընդունել, ավելին ասեմ, մոլախոտերը հեռացվել են գառնուկների օգնությամբ եւ մի շատ հետաքրքիր ցիկլ է, ինչպես է ամբողջ գինին պատրաստվել, այնպես որ առաջարկում եմ վայելել, սա իմ ամենասիրելի գինիներից մեկն է, Ագնեսա, վստահ եմ հավանելու ես։ Այ Դանին հենց մեծացավ, մեր գինին Դանին ա լցնելու, չէ Դան։ Հա երևի։ Դե մեզ բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Շնորհակալություն։ Հա։ Այդ իմ բուրգերն է։ Քո բուրգերն է, հավանեցիր Դան, ստացվում է ինձ մոտ բուրգերի պահը, հա ինչ հաճելի է, Ագնեսա ջան, հուսով կհավանես։ Ամեն շաբաթ կանք Հերմինե ծոցը։ Կարող եք շաբաթը 2 անգամ գալ, Հերմինեն կուրախանա։ Սիրում ես հյուր գնալ Դան։ Բայց սիրում ես որ ավելի շատ գալիս են, թե որ գնում ես։ Գայս։ Մամայի ընկերները շատ են հյուր գալիս։ Ընկերներ։ Չէ, չեն հասցնում, չէ, ամբողջ օրը նկարահանումների են ասա, ոնց կան։
Մաման շատ է հասցնում տանանին, որ հյուրեր գան, ցավոքսը առաջ այնքան շատ էի սիրում հյուր ընդունել, ճանապարհել, հյուրասիրել։ Հիմա ցավոք Չես հասցնում։ ֆիզիկապես ուղղակի չեմ հասցնում։ Ես անկեղծ ասած չգիտեի, որ դու այ սենց համով ձեռք ունես։ Հա, Հաճելի է։ ինձ համով ես պատրաստում հետ։ Ես կգամ կփորձեմ, կասեմ, ես կուզենամ դու ինձանից համեղ պատրաստես, ճիշտն ասած։ Համովա դան, հա, կուզես էլի սարքեմ։ Չէ, այդքանը բավական է քեզ։ Հետո πώς կտալի։ Փորիկը կտրակի։ Հա, դու ճիշտ ես ասում, ամեն ինչի մեջ չափը։ Այո։ Հաստատ մենք մեր մամաներից լսել ենք, չէ, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Հա, բայց ինչ ճիշտ արտահայտություն էր։ Հա, բայց այն ժամանակ որ լսում էինք, ինձ թվում է բոլորս կատվածար էինք լինում այդ նույն ֆրազաները։ Դե հա։ Ինձ թվում է մենք մեր ծնողները բոլորը նույն դասարանում են սովորել։ Անպայման, պարտադիր։ Մամա ասում է սիրուն եմ ուտում, ես ինչա։ Ոչինչ, այդ սիրունի հետ կապ չունի, այդ մի քիչ սենց դուրս է եկել ափսից, փախել են, հիմա հետ կգան։ Մի նեղվի դու, տես ես հատիկ վերցնում եմ արևս։ Վերջ։ Դրա համար մի քիչ մոտ նստի ափսեին, որ Ապրի Դանին։ Դանի, գիտես, դու որ ամբողջը կերար, այդ ինձ նենց մեծ կոմպլիմենտ ես անում դրանով, դու չես պատկերացնի։ Մերսի, ես շատ շնորհակալ եմ, որ հավանեցիր։ Մաման հասցնում է հիմա տանը համովիկներ սարքի։ Ասում են շատ համով է սարքում, ճիշտ է։ Հա, արքեզանձը։ Արի, ես քեզ կտամ։ Նստիր, ապրի Դանին։ Դան, դե հիմա ինձ թվում է մամային շատ հետաքրքիր է լինելու լսել իր մասին։ Մի հատ ինձ ասա տեսնեմ։ Ընդհանրապես էլ ինձ հետաքրքիր է, օրինակ, Ագնեսային դե գիտեմ որպես լավ դերասանուհի, որպես ընկեր, որպես լավ աղջիկ իր մամայի համար, բայց ո՞նց մամա է ինքը։ Հետդ ընկերություն անում, հա։ Օրինակ ո՞նց է ընկերություն անում։ Կարում ես իրան գաղտնիքներ պատմես։ Հա, ինչ եմ կարում։ Դան, լսի, իսկ դու իրան քո գաղտնիքները պատմում ես։ Հա։ Օրինակ որ գաղտնիքն ես վերջին անգամ պատմել, հələ ասա ես ոչ մեկին չեմ ասի։ Լուրջ եմ ասում։ Ես ոչ մեկին չեմ պատմի, արի ինձ ասա։ Մոռացել եմ։ Մոռացել ես, լավ։ Okay, ունեք իրար հետ ինձ գժություններ անելու ինչ որ ժամեր, օրեր, կամ ինչ որ ինձ գժություններ անում եք։ Ինչ գժություն եք անում։ Մաման ասենց բորիգոյա ասենց արել։ Ահա։ Ես նստեցի սեն մեջքին ու գնաց։ Լուրջ ես ասում, մաման այսպես քայլում էր, դու էլ իրա վրա նստած էիր, բայց դու գիտես շատ քիչերի մաման տենց բան կանի, որտեվ հիմնականում մամաներն ասում են, բան հանգիստ թող, մի արա, հոգնած եմ, հավես չունեմ, բայց քո մաման ինչքան էլ հոգնած է լինում, տես ինչ էր անում քո հետ։ Դան, իսկ իրար հետ լինում է, որ ֆիլմ նայեք կամ ասենք կարդաք։ Հարինում այրար հետ բանը պարկում ենք, միացնում ենք ֆիլմերը, Ջեկի Չանին նայենք։ Այն որ սենց բաներ անում, սենց հոպ։ Ահա։ Դան, լսի, իսկ քեզ դուրա գալիս որ օրինակ դուրս եք գալիս մայրիկի հետ, ասեք ինչ որ մի տեղ եք գնում։ Մաման քայլում է, դու էլ կողքը, մեկ էլ ամեն երկրորդ քայլը մամային ասում են. «Ոյ, բարև ձեզ, մենք ձեզ շատ ենք սիրում, մենք ձեզ ճանաչում ենք»։ Այդ հավես, հա։ Դուրդ չի գալիս։ Ահա, խանգարում են իրանք։ Խանգարում են, իրար հետ ուզում եք ժամանակ անցկացեք, անցած մոտենում են, նկարվում են։ Լսի, բայց քեզ դուր չի գալիս, որ քո մաման հայտնի է։ Դան, մի հատ լրջացի լխոսով։ Իսկ քեզ դուր է գալիս, որ օրինակ հեռուստացույցով կամ համակարգչով հեռախոսով տեսնում ես մամային, օրինակ տարբեր, հա հավես, հա։ Ինչն է դուրդ գալիս։ Ոյ մաման խաղում։ Բայց թե դուրդ գալիս է որ խաղում է։ Ինչի դուրդ չի գալիս որ դրսում մարդիկ մոտենում են։ Խանգարում են։ Դան, իսկ դու կա ինչ որ ես մի հատ հավես երազանք, որ կուզենայիր մամայի հետ անեիք։ Տուն անենք։ Տուն են մեր երազանքների տուն անենք։
Դա իսկ լորի հաճախ եք մամայի հետ գնում։ Լովին ինչ հա։ Վանաձոր, չէ։ Չէ։ Մենք ցավոք սրտի քիչ ենք իրար հետ, բայց ես իրեն խոստացել եմ, այ այդ վարորդական իրավունքի հարցը հենց լուծվի։ Ես հա, իսկապես որոշել եմ, որ արդեն ես զբաղվածություն կտամ այդ օրերին, շաբաթ կիրակի անպայման, թեպետ հիմնականում շաբաթ կիրակի օրերն է ներկայացումը, բայց գոնե առավոտյան երեխայի հետ կգնանք, կպտտվենք Հայաստանի տեսարժան վայրերով, ես շատ եմ սիրում Հայաստանը, դրա մասին ավելորդ էլ է խոսելը եւ ոչ մի ուրիշ երկրում իմ կեցությունը չեմ պատկերացնում, մի քանի տարի առաջ ելնելով ինչ-ինչ բաներից լծված եմ անկեղծ ասած այն իրականությունից ինչը կատարվում է այսօր ու մենք գնացինք Միացյալ Նահանգներ միասին, այնտեղ ասում եմ Թանի կուզենաս գանք այստեղ մի արա։ Ասում կուզենաս գանք այստեղ ապրենք, ասում է չէ, բան դե անընդհատ այնպես չի համոզում եմ որ տեղափոխվենք։ Հետաքրքիր է դարձիկը։ Ասում իսկ ինչի, գուցե գանք, գուցե այստեղ բան եւ այլն, ասեց, չէ, ես հիմա Հայաստանն եմ սիրում։ Ասում, հա, բայց դու ինչ ես Հայաստանից հասկանում, որ ուզում ես այնտեղ ապրես, ասում եմ, մամա իմ հայրենիքն է, ես իմ ամբողջ կյանքը այնտեղ եմ ապրել, 5 տարեկան էր։ Ամենավառ հիշողությունները Վանաձորից հիշում ես։ Իհարկե հիշում եմ ու այդ վառ հիշողությունները կապված չեն իհարկե վերջին ժամանակահատվածի իմ պաշտոնավարման հետ, վերջին այդքան էլ վերջին չի։ Չէ, շատ սիրում էի թատրոնը նվիրումով աշխատում էի, բայց ինձ այդ թատրոնի հետ մի ուրիշ կապող բան կար։ Հիմա կանդրադառնամ, ամենազիլ հիշողություններս այդ դպրոցական տարիներն էին։ Սրա մասին չգիտեմ երբևէ խոսել եմ թե չէ, մինչև 96 թվականը Վանաձորում եմ ապրել, դրա մասին խոսել եմ, բայց չեմ բացել երբեք, եթե հաղորդումը շատ չի երկարում, մի երկու դրվագ կարող եմ պատմել։ Երկրաշարժին մեր տունը փլվեց Վանաձորում ու միակ բանը, որ մեր տնից կարողացան դուրս բերել մաման ու պապիկս, ես դա այսօրվա պես հիշում եմ, ֆիլմի կադրերի պես, այսպես գնում է։ Դա գրքերն էր, գիր գրականություն, տվյալների մեջ լցրած այդ կիսաքանդ շենքի կեսը չկար բան, մամայի համար ամենամեծ հարստությունը այդ գրականությունն էր եւ ծառի արմատները։ Հավաքում էր տարբեր ծառի արմատներ, որոնք գեղեցիկ ինչ-որ ֆորմա էին, լաքում էր ու դնում էր տանը։ Մեր տան ամենաճոխ զարդարանքը դրանք էին։ Ու այնպես ստացվեց, որ մենք սկսեցինք ապրել ռուսական եկեղեցու բակում։ Մեզ տնակ տրամադրեցին, այդ տնակը տրամադրվեց այն ժամանակ թանգարան կար, այդ թանգարանի շենքն էր, կարծես վնասվել էր ու ամբողջ գույքը, ամբողջ հնածոները տեղափոխվեցին տնակների մեջ ու մեր տնակը դրվել էր այդ պարիսպների ներսում, որ ապահով լինի։ Դե հայրս ազգությամբ ռուսա ու շատ հետաքրքիր էր, դա հենց ռուսական եկեղեցու բակում էր։ Այդ պարիսպներ ու ռուսական եկեղեցին, այսինքն եկեղեցու կեսը մեր տարածքի մեջ էր։ Այդ մութ ու ցուրտ տարիները, այդ հիմա որ հիշում եմ, միտե հիմա որ այսպես նայում եմ, մեկ-մեկ ինձ որ պատմեն ինձ կթվա չափազանցնում են, որովհետև մի հոգու համար այդ ամեն ինչը մի տեսակ շատ է, էլի, այդ չգիտեմ, միշտ սրա մասին հիշում եմ, կչկչոցս գալիս է։ Տնակի կողքը մի հատ փոքրիկ բուտկա էին սարքել, իբր որ խոհանոց լինի, դե շատ փոքր էր, քանի քառակուս էր, երևի 6, շատ փոքր ինչ-որ sense տնակ էր, դա բաժանել էինք ննջասենյակի եւ իբր թե հյուրասենյակի, դե կողքն էլ ինքնաշեն ինչ-որ բան էին մամայի գրող ընկերները սարքել, որ խոհանոց դառնա, այդ նոլն ու ֆազը խառնել էին իրար հետ, չգիտեմ ինչ էին արել, դե լույսերը տալիս էին ժամով։ Ստիպված դու ուզես չուզես, հենց լույսը տվեցին, այդ ժամին պիտի մտնես խոհանոց գործը տանելու։ Ամեն մտնելուց տոկ էր խփում, որովհետև խառնած էր ինչ-որ մի բան, բայց լույսը պիտի լիներ, չէ՞ որ այդ անտերը սարքեն, իսկ որ լույս կար, ամեն մեկը իր տան այդ ժամ-կեսը արագ գործ էր անում։ Ես քանի տարի մտնում էի այդտեղ, ոդկս դնում էի տոկը խփում էր, ու սկսում էի Հիմա սենց եմ հիշում, բայց
Այն ժամանակ միշտ որ լավ ասում էի, լավ, ինչի համար էլի, ես ամեն ինչի համար ու հիմա երբեմն որ ինձ ասում են, լսի, այդքան էներգիա քո մեջ որտեղից է, ինձ թվում է վիսա Էներգիան այդտեղից վերջած բերել ես այդ։ Եվ շատ հետաքրքիր կինոյի էպիզոդաների։ Եվ ասեմ սենց մի բան, Հեմ ջան, ես ստեղծագործում եմ։ Ցավոք սրտի հակիսատ եմ թողնում, մամայի գենը մեջը շատ է։ Փոքրիկ պատմվածքներ եմ գրում, կորցրեցի ինչ որ կեսը բան, բայց մաման դե շատ դու լավ գիտես։ Մաման արխիվը լավ հավաքել է երևի, չէ՞ քո։ Ինքը լավ ընթերցող է եւ ամենաառաջին քննադատն է։ Դրա քննադատ որպես, հա, բայց չի հավաքել այդ քո գրածները պահի։ Չէ, լսի, այն ժամանակ այն նոր բանն էր, որ ֆլոփիների վրա, հիշում ես ֆլոփիները։ Ֆլոփի դիսկերը։ Դրա վրա էր ամբողջ ինֆորմացիան, ես էլ ձեռագրերը ճղեցի, վերացան, բայց ես մի վիպակ եմ սկսել ու չէ պահել, չէ, որտեվ իմ ձեռքով էր, իմ ձեռքի տակով դրանք անցան, ցավոք սրտի, բայց կան նոր գործեր, որոնք գրվում է, պահվում է, այնտեղ այդ գործի մեջ երկու Ագնեսը, անունը Ագնեսա չի բնականաբար կերպարի, բայց ես եմ, իմ երկու տեսակը, դու լավ գիտես ինձ, կպատկերացնես ինչի մասին եմ խոսում, այն խելոք, բան, տան եւ այլն համեստ թողել, եւ այն տոկը խփածը, հա, կոնկրետ, ամեն ինչ այդտեղ կա ներառված է, երկու կերպար են տարբեր իհարկե, ու Դանիելի հայրիկի գալն էլ կա այնտեղ։ Ես դա գրել էի մինչ նրա գալը։ Շատ շուտ էի գրել, այո։ Լավ, ինչևէ, այդտեղ մի փոքրիկ պատմվածք էլ ունեի, որը իրական էլի դեպքերի հիման վրա էր գրվել ու հիմա դա կա, ուղղակի չգիտեմ ուրա, երևի, չգիտեմ, հետո կհրատարակեմ, երևի, չգիտեմ։ Այդ մութ ու ցուրտ տարիներն էր, ամեն ինչ շատ դաժան էր ճարվում, մամաս միշտ աշխատող կին ա եղել, միշտ վլասնի, ուժեղ բան եւ այլն ձեռնարկող բան եւ այդ ժամանակ ինքը գրողների միության բաժանմունքի քարտուղարներ այնտեղի, գիտես ինչքան ստեղծագործողներ կային ճակերտավոր, ով ենթադրենք ուսուցչուհի էր, որը մենակ երեխա էր մեծացնում, պարզվեց ինքը գրում է։ Այս խեղճ մաման գիշերները նստում ինչ-որ բան էր գրում, սրբագրում, ինքն էր գրում, ներկայացնում իրենց փոխարեն, որ կարողանա օգնի։ Ինքը գրում էր, ինքը ընդունում էր իրանց գրողների միության անդամ, որ այդ ծանր տարիներին կարողանա իրենց օգնել բաժանմունքի անդամ։ Հա, շատ լավ բան էր անում։ Եվ այդ ծանր տարիներին մաման հայթայթել էր, չգիտեմ որտեղից, 2 հատ հավ։ Դա եմ որ ուֆ հավ կոկորդիլոս էլի հիմա ու եմ որ բա նոր տարի ա մոտենում բան եմ որ բան ես սպասում եմ երբ ա գալու տան իհարկե տնային տնտեսուհին էլ ես էի այդ փոքր տարիքում մաման աշխատում էր որ պահի ու մի հավը որոշեցի որ պահեմ ծննդյանս օրը պատրաստելու համար Երմնե ուշադիր լսի ծննդյանս օրը մարտի 17-ին է Ես խոսում եմ դեկտեմբերի թերևս 27-28 դե լույս չկա, բան չկա, այդ որ դնես սառնարան խայտառակես լինելու ու ես իմ կարճ խելքով որոշում եմ, որ այդ հավը պիտի պահվի ձյան մեջ։ Իսկ այն տարիներին այդպիսի ձմեռ, մետրերով ու ես պահում եմ դա մեր տնակի դիմացը մի հատ հատված կա, փորում եմ ձյունը, հավը դնում եմ այնտեղ ու անցնում է երևի մի ամիս, մի գարշահոտ այդ ամբողջ տարածքով ընկել, այն ժամանակ էլ միս կոմբինատի հոտներ խառնում, մտածում ենք, որ երևի էտա, հետո մտածում ենք այդ դրսի տուալետից է այդ հոտը գալիս, ջուրը կրում էինք, տենց երկար շատ եկեղեցու մյուս կողմներ կրում էինք, որ բերենք դարպասով եւ այլ շատ ծանր տարիներ էին մի խոսքով ու Երբ որ մոտենում լվանում եմ այդ տարածքը, այդ ձմռանը, այդ ցրտին, այդ սարսափելի ձյունը դրած, որտեղ հոտ ա գալիս, չենք հասկանում ինչից է։ Մարտի 16-ին փորում եմ այդ իմ տեղը, որ հավին հանեմ, պատրաստեմ, որ հարևաններիս կանչեմ ծննդյանս օրը անենք, այդ հավը փթել էր։ Ինչքան ворդ կար, դից ոչ եմ։ Բացեցի ու տեսա սպիտակ ворդեր են ինձ նայում։ Մի քիչ որ բանով նայես, абսուրդ ֆիլմի ժանրը, այտենց արմացած ինձ են նայում, բարևում են։ Հա, լրիվ թաթիկներով։ Եվ ինչ դրեցիր ծննդյանը ցեղանին։ Գիտես ինչ գարոխով ձվածեղ սարքեցի, որովհետև գարոխն էր այն ժամանակ շատ բարդ ճարվում եւ իմ ու եղբորս ամենասիրած բանն էր, կանաչ ոլորեն բացում էինք բան։ Լավ տարիներ էին անխոս
այդ ամենի հետ մեկտեղ այդ ծանր վիճակների այդ հաց որ չունեինք, եսի ինչից էինք հաց թխում, եսի ինչ ալյուրից էինք հաց թխում, դա հաճ էր գալիս, բայց այնքան իրոք էլ այդ ջերմությունը, սերը, այդ նվիրվածությունը, որ կար, մարդկանց շփումը բոլորովին ուրիշ էր, այդ մաքրությունը, որ կար, այդ ջերմությունը մեկը մյուսի հանդեպ, այդ հոգատարությունը, իրար հետ կիսելը, մի կտոր հաց։ Այո, ինչ ունեինք միասին։ Նոր ժամանակներ են, նոր հոգսերով, նոր մարտահրավերներով, նոր սերունդ, որը չի էլ պատկերացնում ենք ինչի միջով ենք անցել։ Լույսը անջատում են եւ պանիկան սկսվում է։ Լույս չկա, ինտերնետ չկա։ Կեսարին, Աստծուն։ Շարունակենք մեր զրույցը, համով քաղցր մի բան փորձենք իրար հետ, հուսամ կհավանես եւ խոսենք մշակույթից, արվեստից, թատրոնից, նրանից ինչ կար, չկա, բայց գուցե մի օր նորից լինի։ Ինչպես արդեն ասել էի, ճաշացանկիս կոնցեպտը գույներն են։ Հաղթահարեցինք կանաչը, հաղթահարեցինք գազարագույնը, հերթը հասավ բալագույնին։ Հիմա պատրաստելու եմ բալով պիրոգ։ Հալեցնում ենք 200 գրամ կարագը։ Ստվոցի մեզ քան կարագին վրա էլ դնեք։ Սպեչեր, տատիկիս խոսքը։ Ավելացնում ենք 1 բաժակ շաքարավազ։ Անջատում ենք շաքարավազը եւ կարագը, թողնում ենք սառչին։ Հարում ենք 2 հավկիթ։ Մեկ թեյ գթալ սոդա եմ ավելացնում։ Մի փոքր վանիլին եմ ավելացնում։ Եվ ավելացնում եմ ալյուր աչքաչափով սկզբից 1 բաժակը հանգիստ կարող եք լցնել։ 3 բաժակ ալյուրը բավարար եղավ այսպիսի հրաշալի խմոր ստանալու համար։ Հիմա այս խմորից մի փոքր հատված 1 ձվի չափ մոտավորապես առանձնացնում եմ, կողք եմ դնում, կասեմ ինչ ենք անելու։ Վերցնում ենք կլոր տարան եւ խմորը փորձում ենք այսպես հավասարաչափ տարածել։ Ես առնանից հանեցի սառեցրած բալը եւ հիմա կդնեմ իմ պիրոգի վրա։ Մի փոքր դարչին եմ ցանում բալի վրա։ Իդեպ կարող եք նույնիսկ մի գիշեր թողնել կոնյակի մեջ, նոր պիրոգը թխել։ Ես այսօր առանց կոնյակի կանեմ։ Մի փոքր մշկընկույզ եմ քերում։ Հիմա մեր պահած խմորի վրա ավելացնում ենք ալյուր, պինդ խմոր ենք դարձնում։ Ստացանք խմորից փշրանք, ահա այսպիսին։ Եվ հիմա կարող ենք արդեն լցնել մեր բալի վրա։ Թխում ենք 180 աստիճանում։ Պատրաստ է։ Հասանք մեր ամենաքաղցր հատվածին։ Հետո էլ ասում են ինչի ես չաղան։ Դանի, դե դու պիրոգ չուզեցիր, քեզ համար միայն պաղպաղակ արևս։ Ուֆ, իմ ամենասիրած Մամա, ինչ հավորել։ պաղպաղակ։ Մենք էլ քո պաղպաղակից ունենք, Դանի։ Դու սուրճ չես խմում, չէ՞։ Որ տանք ինձ թվում է կխմի։ Կխմես սուրճ, Դանիել։ Դանի, իսկ դու սիրում ես գնալ մամայի ներկայացումները նայել։ Հա, շատ լավ է։ Ես հանել եմ իմ պաշարները, բալի, որտեվ ես շատ եմ օգտագործում ձմռանը, դրա համար միշտ նախապատրաստում, սառեցնում եմ, ուսամ կհավանես։ Ես ինչի քո բոլոր հրավերքներին չեմ եկել, չեմ հասկանում։ Բա։ Բայց լավ է, որ չեմ եկել։ Հիմա վատ բաները թողելուց հետո չաղացել եմ։ Վատ բաները ասեմ լավ, ծխելը թողելուց հետո չաղացել եմ, բավական են։ Բայց ծխելու մասին մի խոսա չեմ ուզում լսել։ Դանիելի ամենացավոտ թեման էր,
Դեպ ինքը առիթ հանդիսացավ, որ թողեցի այդ ամեն ինչ։ Մամի, ես սվես պապի եմ։ Կարող է վատ սովորությունների մեջ թատրոնն էլ էր մտնում։ Թատրոնը ինչի թողեցի։ Այս հաստատ Նա շատ ցավոտ թեմա է իհարկե։ Մենք միասին աշխատեցինք, ինչքան ժամանակ աշխատեցինք թատրոնում։ Դե ես հաշվելով ինստիտուտի տարիները, որովհետև փորձաշրջան էր, նաև եւս մի 3 տարի եւ դուրս եկա թատրոնից, մայր թատրոնից։ Հիասթափեցնելով մեր սիրելի Վահե Սուրենիչին իր սպասումները ինձանից։ Աստված հոգին լուսավորի արի Վահե Սուրենիչի հիշատակի համար։ Մանավանդ այսօր մեր նկարանման օրը իրավար հիշատակի օրն է։ ռոմանտիկ է։ Այդ մարդու մեջ այնքան անսահման թատրոնի հանդեպ այնքան անսահման սեր ու նվիրում կար, որ իրանից հետո էլ լիք, ասենց որ նայում ես ոնց որ դատարկված լինի, որ ինքը չկա, այդ ոնց որ հետաքրքիր բան է, բայց ոնց որ այդ թատրոնի միֆն էլ կոտրված լինի, տեսակ, չգիտեմ, արի Վահե Սուրենիչի կենթանի կենացը խմենք եւ լավա որ իրան ժպիտով ենք հիշում։ Շատ մեծ Ցավ կա ներսում, բայց ամեն դեպքում յուրաքանչյուրից մեջ այնքան ներդրում ունի Վահե Սուրենիչը, որ ես համարում եմ կյանքի մեծ նվերը, որ ես հենց իր արվեստանոցում եմ կոփվել, որպես մարդ նախ եւ առաջ։ Իմ Վանաձոր գնալու եւ Վանաձորի թատրոնի ղեկավարը դառնալու մեծ մեղավորը նաեւ Վահե Չակերտավոր մեղավորը Վահե Սուրենիչն է։ Ոչ մի ուրիշ դեպքում թերևս չէի գնա այդքան հեռու, քաղաքից կտրված, ու քաղաքից չեմ ասում, քաղաք ուղակի Արորյաս էստեղ է եւ գործս էստեղ էր ու ես ասեց գալիս ես լավ գործ անելու։ Ու ես տենց գլխովին նետվեցի այդ հորձանուտի մեջ։ Թատրոնից ինչու դուրս եկար Ագնեսա, ես չէի հավատում, երբ որ ես իմացա դու լքել ես թատրոնը, այլևս չես ծառայում։ Ինձ համար համենայն դեպս շատ զարմանալի էր, որովհետև իմանալով մանկուց ինչքան կապված ես եղել թատրոնի հետ։ Անհավատալի էր։ Եկավ մի ժամանակահատված, երբ որ արդեն որպես ղեկավար, թեպետ իմանալով թատրոնի խոհանոցը ներսից, լինելով այդ ամեն ինչի մեջ, որպես վարչարար կողքից սկսեցի այդ ամեն ինչը ուրիշ կերպ արդեն նայել ամեն ինչին, կատարվող երևույթներին, մի խոսքով ամեն ինչին ու ինձ համար պարզեցի, բացահայտեցի շատ պարզ ճշմարտություն, որ շատ վատ բառեր չեմ ուզում ասել, բայց այն ինչ որ կատարվում է թատրոնում եւ առհասարակ պետության մոտեցումը թատրոնին, որովհետեւ անում ես ոստիկանոսը, բաբսե բիաշապի։ Այդ մոտեցումը, հա, ոնց են վերաբերվում առհասարակ մշակույթին։ Մի տեսակ միշտ հետին պլանում, մի տեսակ միշտ այդ հասկացողությունը կա, չէ, որ հա դե համեմատականը բերեմ կհասկանաս ինչ եմ ասում։ Պետությունն էլ ենք դնում մի կողմ, կլիպ են նկարում, ամեն ինչի վրա փող ունեն ծախսել ու դերասանին ուզում են ամենաքիչ գումարը տան։ Եղբայր ինչու։ Ինչ ես կարծում, ինչու։ Որտեղ դերասանն է իրան արժե զրկում։ Մի գնացեք, մի նկարվեք, եթե ձեզ առաջարկում են շատ քիչ գումար, ուղակի մի գնացեք, մի նկարվեք։ Հիմա որ գնայինք, ասեն ձայնը տակ տեղից է գալիս, չէ։ Եղել են ժամանակներ, երբ որ ես շատ ծանր եմ ապրել, շատ։ Բայց չեմ էլ գնացել 10,000 դրամով նկարվելու, չեմ գնացել։ Ես միշտ ունեմ որդեգրված այսպիսի քաղաքականություն, որ երբեմն զրոն ավելի շատ է, քան ինչ որ քեզ պիտի տան։ Բայց նայ, այդ գումարի կողքին նաև մյուս խնդիրը դա այդ նույն նկարանների մասին, հա, միշտ չի որ դրանք ամենավորակյալ նախագծերն են։ Եվ նույնիսկ եթե գումարը շատ է, այդտեղ նորից փոխզիջման ես գնում։ Այսինքն ստիպված հայտնվում ես մի նախագծում, որը գուցե ամենալավը չի կամ ամենավորակյալը չի, բայց ստիպված պիտի անես։ Հիմա մեկը այս փոխզիջմանն է գնում, մյուսը այն մյուս փոխզիջմանն է գնում։ Այն մյուս փոխզիջմանը կարող ես ինչ որ մի կերպ գնալ, որովհետև
այն որ նժարին բան կա դրված, գոնե դրա փոխարեն։ Հիմա այնպես չի, չէ, որ ես միշտ նկարվել եմ լուրջ լավ պրոյեկտներում, բնականաբար ոչ, բայց ես քեզ վստահեցնում եմ, որ դրա հիմքում երբեք ֆինանսը չի եղել։ Դերասանի համար շատ կարևոր է լինել այն որ ասում են, հե, նապլավու։ Պիտի չմոռանան քո մասին։ Ժամանակ առ ժամանակ պետք է անպայման դադար տաս, որ այո, կարոտեն քեզ, ոչ թե միացնեն, ասեն, վայ, էլի սա։ Պիտի կարոտեն, պիտի սպասեն քեզ։ Ես չեմ ասում, որ ես նկարվել եմ միշտ հաջողված պրոյեկտներում, քավլիցի։ Բայց անգամ այդ դեպքում ես իմացել եմ դրա փոխհատուցումը ինչա, ֆինանսականը մի կողմ դրած։ Ես գիտեմ, որ ինձ կարոտել են եւ ինձ հիմա ճիշտ ժամանակն է դուրս գալու, երևալու։ Եվ դրա մեջ մի պլյուս կա համենայն դեպս, ես որ կողքից նայում եմ, որ գոնե որակյալ արտիստներ նկարվեն։ Դե տես հիմա, այո։ Իհարկե, դա եթե գոնե նախագիծը ամենավորակյալը չի, ամենալավը չի, գոնե որակյալ արտիստներ լինեն ընդգրկված։ Այո, իհարկե։ Իհարկե, այստեղ է կոնֆլիկտ կա, որովհետև ամենավորակյալ արտիստները երբ հայտնվում են ոչ որակյալ նախագծերում անընդհատ, այստեղ ռեգրեսի խնդիր եմ տեսնում։ Միանշանակ։ Հիմա այս հարցը ոնց լուծել։ Չնայած ես թատրոնի հարցը չեմ մոռացել։ Հարցը ոնց լուծել։ Հիմա լուծում ենք առաջարկում։ Չգիտեմ ոնց լուծել իրականում։ Օրինակ հիմա ընդգրկված եմ մի նախագծում, որը Մենչի Արմենի պրոյեկտն է, որպես այդպեսին չգիտեի դերս ինչա լինելու, բայց Խաղալոյի Արտյոմի հետ դա արդեն գիտեի, Կարապետյան Արտյոմի մասին է խոսքը, եւ քաջ գիտակցելով, որ Մենչի բոլոր պրոյեկտները իսկապես հաջողված են եւ երկար են տևում, հետաքրքիր դերս էլ որ ասեցի, հա, բան է, որ այդպիսի կերպար չեմ խաղացել, ինձ շատ հետաքրքիր է։ Ու համաձայնեցի եւ տեղ ունեցավ մի հատ շատ հետաքրքիր ու շատ լավ բան, ես Արտյոմի հետ շատ քիչ եմ խաղացել, ինչ որ մի ֆիլմում մի փոքրիկ դրվագ բան, որպես այդպեսին մենք չգիտեինք, ես իրան չէի ճանաչում, որպես դերասան նկատի ունեմ, չէինք խաղացել իրար հետ ու այդ նախագծի շրջանակներում սկսեց իմ ու Արտյոմի իմպրովիզ շոուն։ Մենք իրար հետ այնքան լավ է, երբ որ պարտներից զգում ես, մենք ուղակի հայացքով իրար նայելով սկսեցինք անել նույն բանը եւ այդ կերպարը, որ խանութ-բաններ են, բամբասանք չի, են բակի վատ ինչ-որ խանութի բան, իսկապես շատ սիրում եմ, բայց որ ասեմ ինքը տենց բարդ հոգևոր, բան չկա, ուղղակի թեթև ժանրի ժամանցային նախագիծը։ Մի խոսքով երբեմն պիտի կարողանալ հրաժարվել, չգայթակղվել, որովհետև այն ֆինանսային ինչ որ աշխատում ես ու համեմատականի վրա ես դնում ինչի համար, պետքա մի քիչ ուղղակի զուսպ լինել, էլի։ Եվ պետք չի արժեզրկել մեր գործը, իսկապես պետք չի արժեզրկել, իսկ թատրոն ետ չգալու հիմնական պատճառներից մեկը նաև նա էր, որ երբ որ տեսնում ես, որ ոլորտից չհասկացող մարդիկ անընդհատ ես տանում եմ դրան, բայց դա այդպես է, երկրում տիրող ընդհանուր իրավիճակն եմ ասում, Պաշտոնյանը ստանում է իմ քանի միլիոն, դերասանին տալիս է 100,000 աշխատավարձ։ Այն որ սենց մի տեսակ գիտես ինչ զգացի, ստորացում, ցավ, այն որ ասի, «Դո ինձ պետք է», մեռնում եմ առանց թատրոնի, մեռնում էի առանց թատրոնի, չեմ շունչս կտրվում էր, բայց ստորացում ես չեմ կարող տանել։ Եթե սա մենք խոսեինք մի 10 տարի առաջ, գուցե ես սա զգացած չլինեի այսքան սուր եւ գլուխս կախ դեռ ծառայի թատրոնում։ Բայց այդ մի օրվա մեջ որոշում կայացրեցի, հետ վերադարձա Վանաձորից ու հասկացա, որ չեմ ուզում ոչ մի թատրոնում լինել։ Հասկացա, որ ես ինձ ստորացված եմ զգում, հասկացա, որ այս պետությունը, այս իրականությունը քեզ չի ընկալում, քեզ չեմ ասում, ես ՀՀ ժողովրդական արտիստու եմ, քավլիցի, բայց ես մարդ եմ, ով ամբողջ կյանքը նվիրել է, աշխատել է թատրոնում, նվիրել է թատրոնին, մշակույթին եւ չեմ ուզում միայն ֆինանսին բերել, բայց
չենք գնահատվում ոչ մի կերպ եւ այդ sense որոշում կայացրեցի, որ ոչ միտեղ այլևս չեմ գնում։ Մեր տանը դրա մասին պատկերացնում ես, ինչքան խոսակցություններ կլինի եղած, որ դու դավաճանեցիր, դու թատրոնը, բան չէ, եղբայր, չեմ ուզում։ Երբ որ ինձ միտեղ չեն գնահատում, ես այդ տեղում չեմ կարող լինել։ Ինչ ես զգում ամեն անգամ, որ անցնում ես Սունդուկյան թատրոնի մոտով։ Հիմա արդեն բթացել է մոտս, հա, առաջ շատ ու գիտես, ես գիտակցաբար եկա դրան։ Ես ինձ բերեցի նրան, որ վերջ։ Ինձ մեծ դերասանուհու գիրքը սպառելու տեղը հիմա քեզ համար հանդարտ մշակութային կենտրոնն է, Տիգրանի Գելումյան, որտեղ հատկապես բացօթյա ներկայացումները բավականին սիրված եւ պահանջված են։ Դու էլ, ինչպես հասկանում եմ, ներկայացումներում քո զբաղվածությունը բավականին խիտ է, ներկայացումը նռնենիում ես, եթե չեմ սխալվում։ Միայն նռնենիում եմ դե։ Բայց բավականին ակտիվ խաղացիք այս տարի։ Այո։ Խաղացանքը անընդհատ նռնենիով համենայն դեպս հագեցած է եւ շատ մարդիկ գնացին դիտելու։ Այդ ֆորմատում քեզ ոնց է զգում, որտեղ ոչ թե մեր ակադեմիական, այսպես բեմն է, հանդիսատես 4-րդ պատ եւ այլն, այլ բոլորովին այլ միջավայր եւ այլ ստանդարտներ։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, հիմա նայի մաչկերի փայլը։ Հանդարտը ինձ համար տուն է։ Դա մի հատ ուրիշ հասկացողություն է, մի ուրիշ զգացողություն է, մի ուրիշ իրականություն է։ Մենք երեքս էլ ես, Ջուլիան եւ Լուիզան, որոնց շատ եմ սիրում եւ ապրի Տիգրանը, որ այսպիսի դերաբաշխում արեց ու երեքիս միացրեց իրար, մենք ներկայացումով չենք սահմանափակվում, թեպետ եւ ես Լուիզան իրար ճանաչում ենք բավականին երկար տարիներ, բայց այսքան մտերիմ ու ջերմ երբեք չենք եղել։ Մենք ապրում ենք իրարով, մենք երեքով իրարով ենք ապրում, մենք մեկի խնդիրը մեր խնդիրն է, բան են, որ գիտես ինչ։ Դա նույնիսկ ամենաուժեղ կապող բանն է։ Լուիզայի եւ Ջուլիետայի հումորն էլ իհարկե ֆանտաստիկ է։ Երկուսն էլ ինձ համար անկրկնելի ու անփոխարինելի սիրված մարդիկ են, ուշքս գնում այն, որ չեմ խոսում հետները կարոտում են, որ անընդհատ կապի մեջ ենք լինում։ Մեկիս խնդիրը մյուսինն է, մեկիս ուրախությունը մյուսինն է։ Մենք ամեն օր այն որ խաղում ենք ներկայացումը վերջանում, ասում ենք ոնց դե հիմա արդեն քիչ-քիչ է դրվում, որովհետեւ ուզում եի հարցնել եղանակի հետ կապված ինչ է լինելու։ Մենք սկսում ենք մեր շրջագայությունները, մենք գնում ենք Վանաձոր, գնում ենք Գյումրի, Հրազդան, Ղափան ենք գնալու ինքնաթիռով, ուրախացել եմ շատ, հա։ Հիմա կխաղանք փակ տարածքներում, հիմա իմ շատ սիրելի Տիգրանը, որին իսկապես շատ եմ սիրում, փառաբանում եմ, ասեմ ինչու, ես Տիգրանին ճանաչում եմ դեռ երբ դեռ տակավին երիտասարդ աղջնակ էի, այդ ժամանակներից Տիգրանը սովորում էր Սունդուկյան թատրոնում տոնական ներկայացումների մեջ։ Բայց նախքան դա Տիգրանը մասնակցում էր մեր բոլոր ներկայացումներին, որովհետև ինքը մեր Ալեքսանդր Գարիգինիչ Քոչարյանի կուրսից էր Մանկավարժական ինստիտուտի։ Եվ երբ որ Տիգրանը առաջի կուրս էր, ես կամ երկրորդ կամ երրորդ կուրսի ուսանող էի, Տիգրանին ճանաչում եմ դեռ այդ ժամանակներից, բայց անկեղծ ասած երբեք չէի մտածի, որ Տիգրանը այսպիսի մտահղացում կունենա եւ կանի այսպիսի տիտանական աշխատանք անում, այն որ մարդը երբ որ 0-ից դնում է եւ գնում է եւ ոչ մի բանի առաջ կանգ չի առնում, դա ինձ համար թերևս ամենագնահատելին է։ Երբ որ ունես ռեսուրս, երբ որ պապենական եկած ինչ որ բան ունես անում ես, դա նորմալ է։ Բայց երբ որ չունես 0-ից դնում ես, չգիտեմ, տուն ես վաճառում, վարկերի տակ խրվում ես, բայց քո երազանքը իրականության ես հասցնում, այն որ ճակատ այսպես բռնես, պաչես, ասես մալադեց Տիգրան։ Իսկ դե ճակատն էլ պաչելու է, որովհետեւ բացի տիտանական աշխատանքը նենց ճիշտ բան է ընտրել դերասանական կազմ։ Ես միշտ ասում եմ, ես էլ ունեմ շատ երազանքներ, որոշակի մասին հասել եմ, որոշակի մասը դեռ երազանքա, բայց ոչ անկատար, կլինեն իհարկե, բայց ես միշտ ասում եմ, Տիգրան, ասում եմ, շատ մարդ ունի խոսելու ունակություն, շատ մարդ ունի լիքը ֆանտազիաներ, բայց կրում այն մարդով գնում առաջ ու հաղթում է, դու այն մարդն ես, ով կարողացել է դա անի ու մալադեց քեզ։ Այս ինչքան ռուսերեն բառը օգտագործում, բայց դե տենց է։ Տիտանական աշխատանք անում ու բացի այդ ամեն ինչը այնքան լավ մարդ է, այնքան լավ ընտանիք ունի ու շկտ գնում է, աղջիկը
հաշվապահական գծով, տղան հրաշալի խոհարար է, հանդարտում կար բան, ռեստորան, որի խոհարարը հենց մեր ժորն է։ Կինը ղեկավարում է այդ ամեն ինչը ռեստորանային հատվածը, մի խոսքով հանդարտի այդ գործունեությունը, Տիգրանը ստեղծագործում է, ընտանեկան գժական բիզնես են դրել ու այդ այնց գժական քայլերով էլ առաջ են գնում եւ սենց ասեմ մենք դարձել ենք հարազատ մարդիկ մենք բոլորս իրար հետ այդպես ենք այնպես չի հիմա ինչ պատահեց գրկեց ուղղակի հա ուղղակի գրկեցի Տիգրանին բնորոշում տամ դե Տիգրանը տենց հաղթանդամ տղա չի էլի բայց ինչքան որ ինքը այդքան կա փոքրիկ է չափերով բոյով նենց թմբլիկ է իրա սիրտը իրանից մեծ է բա Այն հաճելի է երբ խոսում են մարդու մասին նման սիրով, հարգանքով, այսպես sense ջերմությամբ, այդ շատ սիրուն բան է, այդ վաստակա, որը տարիների աշխատանքի, հարաբերությունների մեջ մարդը կամ կարողանում է վաստակել կամ չէ։ Թատրոնի մասին շատ երկար իհարկե կարող ենք խոսել, բայց ինչ որ մի կետից ավարտվում է կամ սկսվում է մեկ այլ բան։ Ոնց որ Տիգրանի մասին էիր խոսում, հա, որ ընտանեկան բիզնես կարողացան ունենալ եւ այլն, ինձ համար էլ շատ հետաքրքիր էր եւ այսպես ուրախանալու առիթ էր, որ դու չնայած լինելով արվեստի մարդ, չնայած լինելով մշակույթի մարդ, զբաղված լինել, բայց դու կարողացար փաստորեն ինքդ քո ուժերով քո բիզնեսը կայացնել։ Ես տենց ամեն անգամ հուզվում եմ, երբ որ դրա մասին խոսում եմ, ոչ թե հուզվում եմ, ներսս սենց ինչ որ բան ասենց խուտուտ է գալիս, որովհետև սրա մասին էլ չեմ խոսել, էքսկլյուզիվ է, երևի առաջին անգամ եմ խոսում, ոնց սկսվեց այս ամեն ինչը, ինչ որ միտեղ ուղակի ընկերուս խանութը անում էի գովաստ, այդ միտքը վաղուց կար բան, բայց իրականում իրագործել եւ բոլորն էին ասում, չես կարող, փորձի, տես կարող ես, թե չէ ինչ ես դու բոլորին լսում, անելանելի վիճակից եկավ, երբ որ ես հասկացա, որ ես թատրոն չեմ մտնելու երբեք այլևս, եթե բան չփոխվի, էլի իհարկե։ Այս չեմ անելու, ես հասկացա, որ ոնց ես ապրելու։ Ու այդ անելանելությունից ելնելով ես հասկացա, որ այն գումարը, որ ունեմ հիմա իմ ձեռքում, իսկ դա շատ քիչ գումարի մասին ենք խոսում, հետո թաքուն կասեմ։ Հիմա ասա, էլի։ 500 քանի դոլար ընդամենը։ Ես որոշեցի, որ ես պետքա բիզնես սկսեմ։ Ով լսում է, ասում է, աղջիկը երևի աննոր, ով մաման էլի։ Մամայի հետ էի կիսվում։ Դե դա ընդհանրապես գումար չի, դրանով ինչ պիտի սկսես։ Բայց այն որ հիմա ուզում եմ ճակատը սպաչեմ, այդ այն զգացողությունը։ Եթե ունես մեծ ցանկություն եւ կոտրվող չես տեսակով, իսկ ես Փարք Աստծո, Փարք Տիրոջը, որ ինձ տենց ասա, էտա էլի, ես բոլորն ասում են ինչից է, էտա է, գաղտնիք է, հիմա կարող եմ գնալ տոկերը միացնես, հա։ Ու ինչ եղավ, Հեմ ջան, որոշեցի, որ ես պիտի այդ բիզնեսը սկսեմ բան, այդ գումարս հերեքից ընդհանրապես մի քանի բան բերելու, հենց այդ օրը որոշեցի, այդ օրը գնացի, թեպետ բազմաթիվ խոչընդոտներով ես չէի կարողանում դուրս գամ, մեքենա չէի ճարում, արդեն վարորդական չունեի բան մի խոսքով, բերեցի մի քանի հատ հագուստ, մի քանի հատ հագա, ցուցադրեցի հագուստը ու սկսեց շատ դաժան, շատ ծանր ճանապարհը։ Հիմա ունեմ մեծ վարկեր իմ ուսերից, իմ կարողությունից շատ ավելի շատ, բայց ունեմ ստեղծած մի հրաշալի սիրուն գողտրիկ խանութ, որը վարձակալում եմ իհարկե, իմը չի դեռ։ Այո, բա իհարկե։ Ու ունեմ հրաշալի տեսականի մեծ ու ունեմ աշխատողներ, բայց նրանցից մեկով ինձ հետ արդեն տարուց ավել է, դարձել է հարազատ, ոնց որ քույրս լինի, այդպես եմ իրան վերաբերվում, թեպետ այդ սուբարդինացիան միշտ պահվում է, բայց ջերմություն ու հարազատություն եմ զգում իր անձի նկատմամբ, շատ լավ աղջիկ է ու երբ որ ես խանութում եմ լինում մարդիկ մտնում են, դե սկսում են առիթից օգտվել, բան իսկ կլինի, բան ինչ որ զեղչեր, շատ մեծ զեղչեր են ուզում։ Դե ես էլ սրտից թույլ մարդ եմ, չէ՞, որ ասում եմ
Սյուզի ջան, ասում եմ, դուր թող գնա, բան ջղայնանում, ասում եմ, կլինի դու ես խանութ չգաս, դու մոռանում ես, որ դու հարկեր ես տալիս, որ դու տարածքի վա, ու այդ ամեն ինչը թվարկում է։ Եթե այդ բիզնեսը մինչև Սյուզի գալը մենակ էի անում, մենակ էի, սկզբից եղբորս աղջիկներ օգնում, հետո արդեն մնացի մենակ, ամբողջը նկարել, առնել, բերել, ցուցադրել, վաճառել, կախել, հարթուկել, հատակել, ամեն ինչ անում էի մենակ ու Փառք Աստծո, որ կարողացա այդ ամենի տակից դուրս գամ ու այսօր Հրաչյա Քոչար 15-ում ունեմ շատ հետաքրքիր բուտիկ եւ ամենալավ գնահատականն է, երբ որ մարդիկ գալիս են ինձ մոտ, միշտ այսպեսի բան են ասում, ասում են այնքան ջերմություն կա ձեր մոտ, ոնց որ տուն եկած լինենք, չենք ուզում գնանք, ասում եմ նստեք, որտեվ ամեն ինչը սիրով եմ արել։ Դե խանութի անունն էլ ասա։ Ագա բուտիկ։ Ագա բուտիկ։ Ինստագրամում բավականին ակտիվ եմ, հիմնականում այդպես է եղել, Ինստագրամով է սկսվել այս ամեն ինչը։ Պլաններս շատ մեծ են, չեմ ուզում դրանց մասին խոսել, որովհետև էդ էլ ինչի մասին խոսում ենք, բարձրաձայնում ենք, ցավոք սրտի չի լինում։ Այդպես է, չգիտեմ, դա դու գրի որ լինի, որտեղ հենց պատմված քեզ վերածում լինում է։ Ագ շատ ուզում եմ շնորհակալություն ասել քեզ, քո անկեղծության համար, վստահելու համար բաներ, որոնք այլ հարցազրույցների ժամանակ չես պատմել, այս հանդիպման համար, Դանին ինձանից չթաքցնելու համար, որովհետև Դանի առաջին մեծ հարցազրույցն է քեզ հետ, ու ես վստահ եմ, որ մարդիկ ովքեր դիտում են, շատ ուրախանալու են, որ քեզ տեսնելու են քո որդու հետ։ Ուզում եմ, որ քո բիզնեսը բարգավաճի, ուզում եմ, որ նախագծերը, որոնցում ընդգրկված ես, լինեն ամենալավը, ամենահետաքրքիրը եւ ֆինանսապես ամենաամուրը, որ դու էլ քեզ որպես դերասանուհի երջանիկ զգաս, որ այն աշխատանքը, որ անում ես, գնահատվում է նախ եւ առաջ, այդ շատ կարեւոր բան է։ Եվ մարդկանց էլ ուզում եմ ուղղորդել անպայման հետևեք Ագնեսայի Instagram-ի, Facebook-ի էջերին, հետևեք Ագաբուտիկի էջին, որովհետեւ դուք այնտեղ ոչ միայն կտեսնեք շատ գեղեցիկ զգեստներ, այլ նաև դուք կտեսնեք ամեն օր նոր Ագնեսա։ Շնորհակալություն Ագնեսա ջան, Դանին հանգիստ թողնենք, թող հանգստանա։ Իսկ դուք չմոռանաք գրել մեկնաբանություններ եւ հետևել Ագնեսայի էջերին։ Ցտեսություն։ Ցտեսություն, հա, բայց ես ասեմ, որ սա Դանիի ոչ թե առաջին մեծ հարցազրույցն է, այլ Դանիի առաջին հարցազրույցն առհասարակ։ Այո, շնորհակալություն։ Քեզ եմ շնորհակալ, Ես հաղթանակած եմ զգում։ Շատ անմիջական ու շատ լավ էր, այն որ բացի ես բան սնվելուց նաև լիքը ոչ մապրես շատ կայֆ էր։ Ես չեմ գնում, Բագրատ ջան, անջատեք դուք գնացեք, ես մնում եմ հաստատ։ Ջանի, պաչիկ անեմ քեզ մի հատ, ապրես շատ։